Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր ես հրավիրել եմ տաղավար ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Գևորգյանին, որը նաեւ Հայք շարժման նախաձեռնող խմբի անդամներից է եւ Վիլսոնյան Հայաստան հասարակական կազմակերպության ղեկավար հիմնադիր Գեորգի Միրզախանյանին, որը նաև էլի ֆիզիկոս է, բայց հանքարդյունաբերող եւ մենք հիշում եք, որ բազմիցս ենք հաղորդումներ արել նրանց հետ։ Այսօրվա մեր խոսակցությունը ես ուզում եմ սկսել հետևյալից, որ Հայաստանի իշխանությունները Հայաստանի անվտանգության համակարգը, ինչպես գիտեք, վերջին տարիներին կապում են խաղաղության հետ։ Համակարգը այն է, որ եթե մեր հարևանները, որոնք մեզնից ուժեղ են, զգան, որ մենք վտանգ չենք ներկայացնում իրենց համար, ապա ըստ Փաշինյանի կլինի խաղաղություն, մենք նրանց չենք զայրացնի մեր գոյությամբ եւ առևտրով, ես չգիտեմ, շփումներով, այդ հարաբերություններով այդ խնդիրը կլուծվի եւ դրա համար ուրեմն մեր կառավարությունը ներկայացրել է խաղաղության խաչմերուկ ծրագիրը, որը 2025 թվականին վերածվեց թրիպի, այսինքն Թրամփի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հրավիրեց եւ Փաշինյանին եւ Ալիևին, որպեսզի նրանք այնտեղ իր ներկայությամբ ստորագրեն պայմանագիր եւ այդ Հայաստանի տարածքի այդ կտորը, որի նկատմամբ որոշակի հավակնություն ուներ Ադրբեջանը, փաստորեն այդ պայմանագրով անցավ ամերիկացիներին կամ ավելի ճիշտ ասած հայ-ամերիկյան ինչ-որ կոնսորցիումի փոքր մասով հայկական, մեծ մասով ամերիկյան եւ երկար ժամանակով եւ մեր իշխանությունների կարծիքով այդ խնդիրը անվտանգության խնդիրը այդ ճանապարհով կլծվի, որովհետեւ ամերիկացիները կլինեն այստեղ իրենց տնտեսական շահերը ուրեմն կբերեն նրան, որ թույլ չեն տա, որպեսզի ուրեմն վնաս լինի իրենց տնտեսական շահերին։ Բավականին կասկածելի համակարգ է ըստ իս, որովհետև եթե դու քո շահերը զիջում ես մեկ այլ սուբյեկտի անվտանգություն ապահովելու նպատակով, այդ շատ նուրբ խնդիր է։ Բայց ես չեմ ուզում դրա վրա անդրադառնալ, որովհետև դա հիմա Հայաստանի պետական ծրագիրն է, ես ուզում եմ խոսել ուրիշ բանի մասին, որ ոչ մեկի կողմից չնախատեսված, գոնե 25 թվականին չնախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իսրայել եւ Իրան պատերազմը, որը արդեն ավելի քան 40 օր շարունակվում է, փոխեց իրավիճակը տարածաշրջանում եւ այն փաստը, որ Իրանը առաջին իսկ օրերը ձեռքերը վերջ չբարձրացրեց, չհանձնվեց, չենթարկվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ստեղծեց այսպիսի երկու հետևանք։ Մեկը նա, որ Իրանը արդեն դժվար է դիտարկել որպես տարածաշրջանային պետություն, որովհետև նա արել է այնպիսի գործողություններ, որոնք ամբողջ աշխարհի խաղաքարտերն են խառնել եւ արդեն պետք է իրեն գուցե համարել համաշխարհային խաղացողներից մեկը, եւ երկրորդ հարցը սասանվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հեգեմոնության անվիճարկելի թվացող թեզը։ Եվ իմ հարցը այսպեսին է երկար նախաբանից հետո, որ արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան այս հարաբերությունների պարագայում
Իրանը պիտի հանդուրժի իր սահմանների վրա Ամերիկայի Միացյալ Նահանգների այդպիսի ներկայություն, ես խոսում եմ թրիպի մասին, եւ դրանից բխող որպես հետևանք արդյոք Հայաստանի անվտանգության հարցը նորից չի դարձել այսպես քննարկման առարկա, այսինքն չպաշտպանված վիճակ Հայաստանում, ինչպես միջտրիպներ։ Համեցեք, պարոն Գևորգյան, սկսենք ձեզնից։ Շնորհակալություն հրավերի համար։ Ուրեմն ես մի անգամից ասեմ, որ կառավարության այդ խաղաղության հորջորջել անընդհատ որպես մեր հիմնական պաշտպանության առանցք լրիվ, եթե մեղմ ասած հիմարություն է, եթե ոչ ավելի խիստ դավաճանություն, որտեղ թշնամու հետ իսկ ասենք տվյալ դեպքում Թուրքիան եւ Ադրբեջանը, արեստացին Ադրբեջանը, որը այդ տիպի գոյակցություն չի եղել եւ դա արեստական ստեղծվել է հայտնի սիոնիստական որոշումից հետո 1920 թվականին, որ պետքա տենց պետություն առաջանար եւ ամբողջ Կովկասը կլաներ։ Կարդացեք Վեննայում տպագրված երիտասարդ սիոն թերթը։ Հիմի այս առանձնյակները, որ հավաքվել են եւ բերվել են իշխանության, որը հիմի կոչվում է, բազմաթիվ անգամ խախտել են հայկական սահմանադրությունը, բուն վարչապետից սկսած եւ անվերապահորեն կանգնելու են ապագա քաղաքակրթական, հայկական քաղաքակրթական տրիբունալի առջև։ Եվ ասենք մեր խնդիրը հիմի ես չեմ համարում քննարկել այս հիմարությունները, խաղաղության խաչմերուկ եւ այլ, երբ որ պատերազմը նոր թափաստացում ամբողջ մերձավոր արևելքում եւ ոչ միայն մերձավոր արևելքում, Եվրոպա կա, Միջին Ասիա կա եւ այլն նոր թափ հասկսելու եւ այդ ամեն ինչ վերափոխվելու է եւ այս պարագայում խոսել եւ չպատրաստվել այդ արհավիրքին դա դավաճանություն է։ Պետք է ամբողջ բնակչությունը իր միտքը վերցնի մեր հանճարի խոսքը, որ հայերի ուժը դա իրանց միասնության մեջ է եւ լծվի օրնիբուն աշխատանքի Հայաստանը կայացնելու, նրա ռազմական հնարավորությունները մեծացնելու, նրա գիտական պոտենցիալը, տնտեսական ներուժը եւ անպայման քաղաքակրթական, որտեղ աշխարհում հիմի տեղի ունեն իմաստների պատերազմ, անիմաստ բանը, իսկ մեր կառավարության ամեն ինչ հորջորջվածը դա անիմաստություն է, ուտելու համար չեն ծնվում աշխարհ գալիս մարդիկ եւ առավել եւս ազգերը գալիս են ինչ որ բան արարելու, ինչ որ դա արարիչի պայմանն է։ Հիմի երբ որ ասենք մի հանրության ղեկավար դարած անձը ասում է, գիտեք ինչ, խաղաղ լինենք, մեր համար առևտուր անենք, ուտենք, խմենք ու ապրենք, դա ուղղակի տանում է մարդկանց սպանդանոց, դա բոլորը պետք է հասկանան։ Իսկ որ հայությունն ահռելի ներուժ կազմակերպելու եւ ոչ միայն իր անվտանգությունը պաշտպանելու, այլ նաեւ մեր տարածաշրջանը սկսած Հյուսիսային Կովկասից մինչեւ որ արևելք, Եգիպտոս եւ այլ այդ ամբողջ տարածաշրջանում հազարամյակներում հայություն ունեցել է կարևոր դերակատարություն, դա հաղորդիչի դերակատարությունն է կամ կոմունիկատոր, եթե միջազգային բառով ասեմ, որը ներդաշնակել է բոլոր այդ ազգերին եւ հնարավորություն է տվել այս ամբողջ մեծ տարածաշրջանը ներդաշնակ նորմալ զարգանա։ Սա հիմնական դերակատարությունն է, որ պետքա նորից հայ ժողովուրդը վերցնի իր վրա եւ ոչ միայն իր խնդիրները լուծի, այլ ընդհանրապես ստեղծի այն դաշտը, որտեղ բոլոր ազգերը, բոլոր էթնոսները նորմալ կհամագործակցեն։ Ես ուզում եմ ձեզ մի ճշտող հարց տալ, բայց խնդրում եմ կարճ պատասխանել, ինչով է ձեր ասած կոմունիկատորը տարբերվում
կառավարության կողմից առաջարկող խաչմերուկին, չէ՞ որ ետին իմաստը, տակի իմաստը նույնն է, որ խաչմերուկ, շփում, առևտուր, դա բացարձակապես տարբեր հասկացություններ են։ Խաչմերուկը ինքը ի նկատ ունի, որ կնստի խաչմերուկին եւ կկանգնացնի ում պետքա ինչ վարձեր վերցնի։ Մեր ասածը կոմունիկատորը լայն հասկացությունն է, դա վերջին հաշվով ներառնում առևտուր, մշակույթ, հաղորդակցություններ եւ այլն, այսինքն վերցրեք օրինակի համար հյուսային Կովկասի ժողովուրդները, որ հազարամյակներ Արարատյան թագավորության ժամանակների մեր հետ մենք այնտեղ ասենք Դերբենտը դա ճորապահակն ա եղել եւ այլ, այսինքն մենք ունեցել ենք այնտեղ ռազմակայաններ եւ այլ եւ մարդիկ ներդաշնակ ապրել են, զարգացել են, իրենց մշակույթն են ստեղծել, եթե հիմա հյուսային Կովկասի ժողովուրդները, որ ըստ էության չունեն, որոշ մեծ մասը չունի իրենց նույնիսկ այբուբենը, որոշը ունեն, դա եղել է ի շնորհիվ հայերի դա էլ է կոմունիկացիոն այդ խնդրի մեջ մտնում, երբ որ ասենք մեր լեզգինների համար, ասենք աղվանքի ժողովրդի համար ստեղծել են այբուբեն, նույն վրացիների համար, որոնք հիմի կատեգորիկ ժխտում են եւ իրենց այբուբենը մեր այբուբենից ավելի առաջ են տանում, ասում են 3000 տարվա մեր պատմությունը ստից հորինում են, էլի, այսինքն Այսի շատ կարևոր հանգամանքներ է, որ մենք նորից այդ դերակատարությունը պետք է վերցնենք, դա է մեր անվտանգությունը, դա է մեր հզորությունը։ Շնորհակալություն, պարոն Զախանյան, ինչպես եք դուք դիտարկում Հայաստանի անվտանգության խնդիրները այս իրավիճակում։ Շնորհակալություն։ Ես չեմ ուզում մտնել քաղաքականության եւ փիլիսոփայության մեջ, ես միայն երկարաժամանակ տնտեսության մեջ աշխատողնց կուզենայի տնտեսական տնտեսակետից նայել այդ հարցին եւ հաշվի առնելով, որ իշխանության մեջ եղած մարդ եմ, հասկանում եմ, որ իշխանությունը ինչ որ ասում է, դա ճիշտը չէ։ Ճիշտը այն է, որը կատարում է։ Սովորաբար ասում են քաղաքականությունը, քաղաքական գործիչները մտածում են մի բան, ասում են երկրորդը, անում են երրորդը։ Դա է իսկական քաղաքականության այսպես ձևակերպումը, փաթեթավորումը։ Հաշվի առնելով, որ իշխանությունը ասում է, որ գնում է խաղաղության եւ անում է պարտադիր մեկ ուրիշ բան, սովորաբար ասածներին հավատալ չի կարելի։ Ոչ մի արտաքին երկիր, արտաքին ուժ չի մտնում որևէ երկրի տարածք, այդ երկրի հարցերը լուծելու, երջանկություն բերելու, խաղաղություն բերելու։ Բոլոր պետությունները մտնում են այլ երկրի տարածք մեկ նպատակով, իրենց գերակա շահերի լուծման նպատակով։ Ոչ մի արտաքին ուժ հայ ժողովրդի, հայկական պետականության հարցերը լուծելու նպատակ չունի։ Ասվում է, այդ թեզերը ասվում է, բայց իրագործում է բոլորովին ուրիշ բան։ Կոնկրետ օրինակով թրիփի մասին։ Ամբողջ ժողովրդին ուզում են համոզել, թե իբրև թրիփը բերում է խաղաղություն։ Մենք արդեն մեկ գարանտից հրաժարվում ենք, երկրորդ գարանտ ենք բերում։ Առաջի գարանտից իբրև օգուտ չստացանք, հիմա երկրորդ գարանտից երազում ենք, որ օգուտ կստանանք։ Եթե թրիփը այդքան շատ լավ ծրագիր է, ինչու է արդեն ծրագիրը չկա, նախապայմաններն է դեռ ստորագրված, համաձայնեցված, բայց բոլոր ծախսերը Հայաստան պետությունը պիտի անի։ Այդ ինչ ծրագիր է։ Ես չգիտեմ այդպիսի բան կա։ Այդպիսին է, բոլոր ծախսերը ծրագիրը։ Ուրեմն մոտ 10 միլիարդի պատմությունն է դա, եւ այն հետազոտող սպուտնիկները, բեսպիլոտնիկները, որ պիտի բերվեն, Հայաստանը պիտի գնի իրեն հաշվին, բայց պիտի աշխատեցնեն ամերիկացիները։
Եվ հարց է առաջանում, թե ինչը պիտի հետազոտեն։ Իմ խորին համոզմունքով պիտի հետազոտեն Հայաստանի հանքերը, հարստությունը։ Դա խաղաղություն բերող եւ իրենք էլ ասել են, դա հարվածային հրթիռներ չեն, դա պաշտպանողական հետախուզական հրթիռներ են։ Ես գտնում եմ, որ դա Հայաստանի հաշվին այդ կազմակերպությունները ամերիկյան կլինեն, որտեղից կլինեն, պիտի հետազոտեն, ճշտեն Հայաստանի տարածքի հանքային ռեսուրսների հարստությունը, որպեսզի շատ էֆեկտիվ ձևով կարողանան ես կասեի թալան կազմակերպել, տանել, որովհետև այսօր լեռնամետալուրգիայի մեջ չկա աշխարհում, նույնիսկ աֆրիկական պետությունների հետ համեմատած, չկա որևէ մի երկիր, որտեղ միջազգային հանքային օրենքները չեն աշխատում։ Եթե չեն աշխատում, ուրեմն այդտեղ կատարվում է թալան, օրենքով չի աշխատում։ Եվ Հայաստանը այսօր այսպես գիշատիչների համար լեռնամետալուրգիայի մոնոպոլիստ այդ օրենքները չեն գործում։ Չեն գործում։ Արդեն մենք երկրորդ տարին է այդ գրավում է տարբեր բոլորին շատ հեշտ կարելի է թալանել, հոշոտել Հայաստանի հարստությունը։ Առավել ևս, որ աշխարհում չկա 30,000 քառակուսի կիլոմետր որևէ կետ երկրագնդի վրա, որ ունենա այնքան հարստություն, ինչքան Հայաստանը ունի։ Ձեզ էլ մի հարցամ, եթե կարելի է, որովհետև ուրեմն պետք է ճշտել։ Երբ ասում են տրիպի խաղաղարժների մասին, խոսում են հետևյալի մասին, որ լինելու է ճանապարհ, որը պիտի կապի Ադրբեջանը Նախճեվանի հետ, եւ այդ ճանապարհով անցնող երթուղիները, այնտեղ, չգիտեմ, երկաթուղի ճանապարհ եւ այլն պետք է վերահսկվեն ամերիկյան ընկերության կողմից։ Իսկ այն ինչ որ դուք ասեցիք, այդ անօթաչու թռչող սարքերը ամերիկյան, որ Հայաստանը պիտի գնի, այնտեղ կար մեկ ուրիշ բան էլ նաև այդպես բլոկային տիպի ատոմակայաններ, որոնք որ պիտի էլի Հայաստանը գնի, դա այսպես լրացուցիչ բոնուսներ են, որոնք որ Հայաստանին առաջարկում են։ Հիմա ինչքանով են բոնուս, ինչքանով ոչ, եկեք դա չքննարկենք։ Հիմնական խնդիրը այն ճանապարհն է, որը կապում է Նախճեվանը Ադրբեջանի եւ այդ ճանապարհի վրա վերահսկողությունը։ Հիշում եք, ասենք, պատերազմից անմիջապես հետո Ռուսաստանը առաջարկել էր 9-րդ կետ, որը որ այդ պատերազմի տարածքի հետ ոչ մի կապ չունեցող հատվածը ուզում է որ լինի ռուսական ՖՍԲ-ի հսկողության տակ։ Հիմա տրիպն էլ նույնն է, փաստորեն ամերիկացիներն են վերահսկելու այդ նույն ճանապարհը, որը իրականում պիտի վերահսկեր Հայաստանը, եթե բավականաչափ ուժեղ լիներ։ Շնորհակալություն, դուք արդեն ձեր հարցի մեջ պատասխանը տեսաք։ Ռուսաստանը քրիտիկական մոմենտին իրեն շահերի մասին էր մտածում, որ ինքը սկի այդ ճանապարհը, որ մնա ռեգիոնում։ Ամերիկան մտածում է իրեն մասին, առաջի հերթին իրենց մասին։ Բայց այսօր մենք ապրում ենք փաթեթավորման կուլտուրայի դարը։ Բովանդակությունը փաթեթի մեջ եղած կոնֆետի համը, հոտը, որակը այնքան չի հետաքրքրում, ինչքան գեղեցիկ փաթեթավորված լինելը։ Նույնը այդ գեղեցիկ տրիպը գեղեցիկ փաթեթավորված խապկանք է, որովհետև մենք այսօր բոլորը գիտեն, որ աշխարհը ապրում է սատանայական ստի դարում։ Ամեն տեղ սուտ է։ Ասվում է սուտը, ասվում է մի բան, արվում է մեկ ուրիշ բան։ Եվ Ամերիկայի այդպես ասած տրիպն էլ նորից կրկնեմ, ուղղված է մեկ բանի, Ամերիկայի շահերին, որ ամերիկյան լեռնամետալուրգիայի մոնոպոլիստական կազմակերպությունները կարողանան շատ հեշտ ձևով, կարճ ճանապարհներով ոչ միայն Հայաստանի հարստությունը հանել, այլ նաև Ադրբեջանի եւ հրակից պետությունների բոլոր այդ տրիպի ծրագրի նպատակը ռեսուրսներ դուրս հանելն է։ Այսօր կռիվը ռեսուրսների համար է։ Շնորհակալություն։
Նույն հարցին կարելի է տարբեր անուններ տալ, մենք դրանք կանդրադառնանք գովազդային ընդմիջումից հետո։ Գովազդ է, սիրելի բարեկամներ, մեր եթերում մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հայք նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Աշոտ Գևորգյանի եւ Վիլսոնյան Հայաստան հասարակական կազմակերպության ղեկավար Գեորգի Միրզախանյանի հետ։ Մենք ավարտեցինք այնտեղ, որ պարոն Միրզախանյանի պնդմամբ ցանկացած պետություն, որը որ այս կամ այն պատրվակով մտնում է
այլ երկիր, մտնում է այդ երկիրը թալանելու համար։ Չգիտեմ, ասենք մենք ունեինք Ռուսաստանի հովանավորությունը մինչև 20 թվականը եւ տեսանք, որ Ռուսաստանը ոչ միայն չէր փորձում Հայաստանը ավելի ուժեղացնել, ավելի կազմակերպված դարձնել, այլև տարբեր ճանապարհներով, ասենք, յուրացրեց, բայց չգործարկեց այն բազմաթիվ գործարանները, որոնք Հայաստանի հպարտությունն էին, որոնք չէին գործում եւ այն ժամանակ Հայաստանի այն ժամանակվա նախագահի այսպես բանով տրվեցին պարտքի դիմաց Ռուսաստանին եւ դա այն տալու ժամանակ ներկայացնում են, որ Ռուսաստանը այնտեղ ներդրումներ կանի եւ կզարգացնի այդ գործարանները նույնիսկ կսեն աշխատել, աշխատատեղեր, բան եւ այլ։ Իրականում դա տեղի չունեցավ։ Հիմա էլ տրիպի ծրագիրն է, որի մասին խոսում են այսպես մեծ ոգևորությամբ, որ եթե տրիպը լինի, այստեղ կգա արհեստական բանականության այդ պորտալ, բան կլինի, հապ կստացվեն այդ ատոմակայանները, կստացվեն այդ ուրեմն ճանապարհը եւ այդքան էլ կարեւոր չէ, թե վերջերս այդ ճանապարհի վերահսկողությունից ով ինչքան եկամուտ կստանա կամ ինչպես կաշխատի, կարևորը որ ապահովված է ուրեմն խաղաղությունը եւ իրավական անվտանգությունը, այսպես ասեմ։ Բայց չեք կարծում, որ իրավական անվտանգության խնդիրը, որը որ Փաշինյանը փորձում է կապել Ալմա-Աթայի հետ հռչակագրի հետ, որտեղ ըստ էության սահմանների մասին չկան։ Եվ այս նախընտրական շրջանում էլ երբ ինքը նշանը կպցնում է Հայաստանի առանց իմիջիալոց արծվաշենի, դա շատ թույլ հիմնավորում ունեցող իրավական փորձ է Հայաստանի իրավական այս տարածքի ստատուսի տարածքը ամրապնդելու եւ չգիտես ինչու Փաշինյանը փորձում է կարճել այդ իրավական այդ ստատուսին, որը իբր թե տալիս է Ալմա-Աթայի հռչակագիրը, մինչդեռ Հայաստանը միշտ էլ ունեցել է ավելի հզոր, այսպես իր բառերով ասած կադաստրի թղթեր։ Ես անկեղծ ասած չի ուզում կանգ առնենք այդ անձնավորության մտքերի վրա, որ բացառիկ երևույթ է։ Ներողություն եմ խնդրում, բայց այստեղ անձնավորության մասին խոսք չկա։ Մենք խոսում ենք Հայաստանի կառավարության վարած պաշտոնական քաղաքականության մասին։ Ուրեմն ես այնպես որ թողենք անձնավորություն, բայց ես ուզում ասեմ հետեւյալը, այդ կառավարությունը բռնազավթված է, որտեղ չի կարող, ասենք, կառավարության ղեկավարը հարցակումներ անել ամենասակրալ նիշերի վրա, որը երկիրը ստեղծում, ազգն էլ ազգ, երբ որ ասենք մարդը ասում է, որ Վռամշապուհը փողը տվել էր Մեսրոպ Մաշտոցին, նա էլ գնացել էր խմել, այլանդակություններ արել, հետո Վռամշապուհը հարցրեց, բա այդ տարերը ինչի՞ չէ ստեղծել, նա էլ գնաց եվթոպիացիներից գողացավ այդ տարերը բերեց, եւ այս ասում է կառավարության, այսպես ասած, ղեկավարը, դուք ինչ եք սպասում այս կառավարությունից։ Դա մի արտարուս բան է, որ ասենք կառավարության ղեկավարը ուղղակի ամենաթշնամաբար ձևով քայքայում է այդ հանրությունը եւ պետությունը։ Հիմա մենք քննարկում ենք իր բոլոր ասածները բան հաջողորդի համար դա այսպես ասած պետքա զրոյացվի եւ անպայման պետքա կանգնի ամբողջ կառավարությունը, ամբողջ այս երես փոխանների հետ դատարանի արժեվ թե ինչ ում են սատարե եւ ինչ աղետ են բերե հայ ժողովրդի գլխին։ Հիմա ինչ վերաբերում է
Ես ասեմ, բռնազավթված իշխանությունն է, բռնազավթված բառը դա նշանակում է, որ այո, իշխանությունը անցել է ինչ որ խմբի անօրինական ձևով, որտեղ 75%-ը կեղծ սահմանադրության պայմաններում չի կարողացել, չի մասնակցել քվեարկություններին 75%-ը, պատկերացնում եք, առաջին ընտրության ժամանակ չի մասնակցել ընտրություններին, դա ինչ է նշանակում։ Հիմա ինչ վերաբերում է այդ թրիփին, թրիփը չի լինելու, պարզ է, արդեն ակնհայտ է դա, որովհետև այս երկու օրը ահռելի քաղաքական, գյուղաքաղաքական շարժեր տեղ ունեցան, որոնցից հանրությունը սկի տեղյակ չի։ Չինաստանը, որ կառուցել էր ճանապարհ Պարսկաստանով եւ ուղիղ կապ ուներ արդեն այդ երկաթուղային Իրանի հետ, Իսրայելը ռմբակոծեց եւ էական վնասներ հատուցեց, մոտ 5 միլիարդ դոլարի վնաս են հատուցել եւ Չինաստանները հայտարարեց, որ Իսրայելը դա տերորիստական պետություն է։ Մենք դա տեսանք նաև, այսպես ասած, Արցախյան պատերազմի ժամանակ։ Հարցը նրա մեջ չէր, որ ինքը վաճառել է զենք Ադրբեջան իր ստեղծած գոյակցությանը, այդ հուդայական այդ համակարգը ստեղծել Ադրբեջանը եւ ըստ էության նա շարունակում է հայկական տարածքների եւ բռնազավթումը։ Շեղվում եք, ես չեմ ուզում, որ ընդհատած լինեմ ձեզ, բայց հարցը շատ պարզ էր։ Ես կարծում եմ, որ դեև այդ թրիփը մեզ ոչ մի բան չի տալու, թրիփը ստեղծված է, որպեսզի Միջին Ասիայի հարստությունները դուրս բերվի այդ ճանապարհով, թալանվի, մեզ էլ ձեռքի հետ մեզ էլ թալանեն, բայց հիմա Միջին Ասիայի ժողովուրդներն էլ հասկանում են, դրանից ոչ մի լավ բան չի սպասում եւ մենք շուտով կտեսնենք ինչպես է կոչվում, ես ուզում եմ այդ հասկանամ, էլի, կարելի է ամեն ինչ ասել։ Ցանկացած ճանապարհ դա լավ է թե վատ է։ Ես կարծում եմ, որ ցանկացած ճանապարհ լավ է։ Եթե երկու կետերը իրար միացնող ճանապարհ կա, ապա լավ է։ Ինչի համար է կառուցված այդ ճանապարհը, այսինքն ես տրամաբանություն եմ ուզում հասկանամ։ Այսինքն եթե այս ճանապարհը չլիներ, ավելի լավ կլիներ։ Հիմի ճանապարհը կա, եթե ուզում են աշխատացնեն, կարան հանգիստ աշխատացնեն, ենթադրենք այդ Ղազախով եկող երկաթգիծը վերականգնեն եւ գնա Գյումրիով բանանի, բայց չէ, այդ թրիփի նպատակներից մեկը ընդհանրապես հայկական ռեզերվացիան, որը ստեղծվել է այդ պետությունը ռեզերվացիայի կարգավիճակով վերացնել, որտեղ ասենք Նախիջևանից էլ պետքա այդ երկաթուղին ոչ թե գնա երասք մտնի Հայաստանով եւ այլ, այլ պետքա միանգամից մտնի Թուրքիայի տարածքը, հարց առաջանում, այդ ինչի են ուզում բան անեն, այդ ճանապարհը տենց տանեն, դա բացարձակ իզոլացնում է մեզ եւ ստեղ հարց առաջանում։ Մենք ինչ սպասելիք ունենք Ադրբեջանից եւ Թուրքիայից, որ բացարձակ երեք ես նորից հայտարարություն լսեցի, մինչեւ Ադրբեջանի հետ չկարգավորեք հարաբերությունները, ոչ մի ճանապարհ Թուրքիայից չի բացվելու։ Երկրորդ գլխավոր խնդիրը մենք ասենք հազարամյակներ ապրել ենք եւ ասենք այն Աքեմենյան ժամանակներից եղել ենք մեծ կայսրությունների մեջ եւ ներդաշնակ ապրել ենք։ Մեր կողքը հզոր վերհառնող բան Իրանն է, մենք փոխանակի իր հետ երբ որ քաղաքակրթորեն էլ էապես մենք մոտիկ ենք։ Ես չեմ բանանում, որ այնտեղ մոտ 20 միլիոն մարդ կա, որ էթնիկ հայեր են, 20 միլիոն, իսկ ով է ստեղ մտածում դրա մասին, որ իրանք ժամանակի ընթացքում փոխվել են, լուրիներն են դեղ եւ այլ բազմաթիվ տենց ազգեր կա։ Փոխանակ մենք ասենք իրենց հետ հարաբերություններ ստեղծենք եւ դուրս գանք բանը Պարսից ծոց այդ արաբական երկրներ ներդաշնակացնենք արաբների եւ նույն Իրանի ժողովուրդների հարաբերություններ եւ այնտեղ մենք մեր հզորությունը կառուցենք, ինչ որ թրիփ են բերել մեր գլխին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Միրզախանյան, ձեր մոտեցումը ո՞րն է։ Շնորհակալություն։ Հաջողով։
Ես էլի տնտեսական առումով այդ հարցին պատասխանեմ, համաձայն տնտեսագիտության օրենքների ցանկացած ճանապարհները դա մեծ հնարավորություն են ստեղծում տնտեսության զարգացման համար, ռեսուրսների օգտագործման, տեղափոխման, մշակման եւ այլն։ Դա ցանկացած ճանապարհի կառուցում դրական երևույթ է այդ երկրի համար եւ հարևանների համար, բայց այստեղ հարցը պրինցիպիալ է դրված։ Իսկ ինչու ճանապարհը չպիտի կառուցի Հայաստան պետությունը ինքը վերահսկի իրեն սուվերեն տարածքում։ Դա ինչ է։ Սուվերենության արտահանում որևէ պետության, սեփական սուվերենության կրճատում կամ վերացում, դուք ճիշտ եք, ճանապարհը լավ է, պիտի լինի, որպեսզի տնտեսությունը զարգանա, բայց պիտի այդ ճանապարհները օգտագործելով ինվեստիցիաներ կառուցի Հայաստան պետությունը ուրիշների օգնությամբ եւ ինքն էլ իրեն տարածքում կատարի հսկողությունը։ Միակ տարբերակը սուվերենությունը չկորցնելու համար այդ տեսակի ճանապարհների կառուցումն է եւ հսկողությունը։ Այդ դեպքերում էլի կգանք նույն պատմությանը, որ ամեն ինչ բոլոր դրսի ծրագրերը Հայաստանի այսօրվա վերաբերյալ կատարվում է թալանի եւ Հայաստանի սուվերենությունը քչացնելու նպատակով։ Շատ լավ, մենք հեռախոսազանգ ունենք, ես առաջարկում եմ պատասխանենք այդ հեռախոսազանգին եւ հետո կփորձենք հասկանալ, արդեն մոտենալ որոշակի տնտեսական եւ իրավական հնարավորություններին, որ կարող է ունենալ Հայաստանը, եթե մի փոքր այլ կերպ նայեր իր քաղաքականությանը։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Այո, բարև ձեզ, պարոն Հարությունյան, բարև ձեզ, պարոն Միրզախանյան, Գևորգյան, ողջունում եմ ձեզ հրավեր բնդելից։ Պարոն Միրզախանյան, իմ հարցը թրիփի հետ կապված է։ Ձեր նախ դուք հարց տվեցիք, ես ձեր հարցին կարծիք ասեմ, ինչու Հայաստանը չի կարող դա անել, որտեղ Հայաստանը ի վիճակի չէ այդքան ռեսուրսներ տալու եւ նա կարիք ունի հզոր գործընկերի։ Դրա համար Հայաստանը չի կարող ինքը անել եւ Հայաստանը ըստ այդ համաձայնության պետք է վերահսկի Միացյալ Նահանգների հետ։ Բայց իմ հարցը կապված է ձեր մի կոմենտի հետ, որ դուք ասացիք, որ ոչ մի երկիր, ոչ մի արտաքին ուժ չի երաշխավորելու մեր անվտանգությունը։ Ես իդեպ զանգում եմ Գլենդելից, բայց ես քաջացանոթ եմ Հայաստանի հետ կապված դեպքերին։ Կարող եք ասել, եթե դա այսպես է, եթե դուք գտնում եք, որ որևէ երկիր չի կարող երաշխավորել, ինչու այն բանից հետո, ջերմուկի դեպքերից հետո, երբ Արևմուտքը ներգրավեց, սկզբից Եվրոդիտորդներով, հետո հիմա էլ Թրիփով, չի եղել ես մեկ ներխուժում Սյունիքի կամ Հայաստանի տարածք։ Դուք հիշում եք, 3 տարի առաջ դուք ասում եք ջերմուկը, երբ Արևմուտքը ներգրավեց, Եվրոդիտորդներ, Բլինքենի զանգերը, հիմա Թրիփը, չի եղել ես մեկ ներխուժում։ Եթե ձեր պատասխանը այն է, որ Փաշինյանի զիջումներն են, Փաշինյանը մինչև ջերմուկն էլ էր պատրաստ զիջումներ անելու, բայց անդադ հիշում եք, Ադրբեջանը հարձակվում էր։ Ինչ Արևմուտքը եկավ, չի եղել ես մեկ ներխուժում։ Կարող ենք ասել, որ ամեն դեպքում առայժմ իր շահերի համար թեկուզ Արևմուտքը երաշխավորում է Հայաստանի սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, համեցեք, պարոն։ Շնորհակալություն հարցի համար, դուք ձեր հարցի մեջ նշեցիք, ինչու դուք չի կանգնեցնում ադրբեջանցիների ջերմուկի վրա հարձակվելը, դա արեցին եվրոպացիները։ Առաջինը ոչ թե ես այնպիսի հայ եմ ինչպես դուք, դա բոլորս մենք թույլ տվեցինք, առաջի ճշտումը դա մեր սխալն էր, շատ մեծ սխալը։ Երկրորդը, իսկ ուր էր Արևմուտքը, երբ որ ամբողջ Ղարաբաղը դատարկվում էր եւ հասել էին արդեն ջերմուկ։ Սպասում էր բարենպաստ պայմանի, որպիսի կարողանա ապացուցի, որ ինքը միակ փրկողն է, որ գար, ում էր սպասում։ Մեր բարեկամներ, չէ, եւ Ֆրանսիան,
եւ եվրոպական բոլոր երկրները մեր բարեկամներ էին։ Ինչու ձայն ծպտուն չէին հանում, սպասում էին, որ ադրբեջանցին մտնի հասնի ջերմուկ, հետո կանգնեցնեն։ Ես ձեր կոնցեպցիայի մտքերի հետ բոլորովին համաձայն չեմ եւ սխալը մեր իշխանությանն է եղել եւ այսօր հնարավորություն կա, որպեսզի մենք արդեն ստեղծենք ազգային իշխանություն եւ ինքներս լուծենք մեր պետության ժողովրդի առաջացած բոլոր խնդիրները։ Համեցեք, պարոն Գևորգյան, Նախ ես ուզում էի շեշտեի, որ Հայաստանի վրա հարձակումը եղել է կոալիցիոն եւ այդ դրան երաշխավոր են կանգնել եւ Արևմուտքը եւ Ռուսաստանը։ Ռուսաստանը անմիջապես մասնակցել է, բայց Լոնդոն, Վաշինգտոն եւ այլ տարբեր կողմեր տարբեր խնդիրներ են ուզեցել լուծել։ Ռուսաստան Արևմուտքին պետք է որպեսզի մենք կորցնենք Արցախը, որպեսզի երես թեքեինք ռուսներին որպեսզի դուրս շպրտեին։ Իսկ Ռուսաստանին նրան պետք էր այդ միջնաժամկետ այդ խնդիրները այդ տիպի լուծել, որպեսզի ինքը սկսեր կռիվը Ուկրաինայում եւ այլն։ Ես մի չեմ ուզում այդ բանի մեջ խորանամ, ես այստեղ նորից ուզում եմ շեշտեմ, ոչ մեկը մեր գեղեցիկ աչքերի համար մեզ չի պաշտպանելու եւ դա մենք կարող ենք անել, եթե թույլ չտայինք այս տիպի իշխանություն գար, ասեմ ես չէի ասում, թե նախորդները եւ սա նույն փոխանցված իշխանություններն են, երբ որ ապազգային ժողովուրդը իշխանություն ընտրել չգիտի։ Չէ, գիտի, ուղղակի պարտադրված վերել են այս տիպի իշխանություն։ Մեկ րոպե հարցի պատասխանեք իսատ մնաց, չպատասխանեցի այն հարցին, որ Հայաստանի վիճակի չի։ Այո, դա կեղծ թեզ է, նորից կրկնում եմ, երկրագնդի վրա չկա 30,000 քառակուսի կիլոմետր տարածք, որը ունենա այնքան տնտեսական պոտենցիալ, որ ունի այսօրվա Հայաստանը։ Մենք ունենք դեր սովետական միության հետախուզման տվյալների հաստատումով 4.5 90 թվականի տվյալներն եմ ես ասում, որը բաց է եւ արխիվներում կա 4.5 տրիլիոն դոլարի Հայաստանը ունի թանկարժեք եւ գունավոր մետաղների պաշար 4-ից 5 տրիլիոն Հայաստանը ունի հազվագյուտ մետաղների եւ էլեմենտների պաշար 4-ից 5 տրիլիոն դոլարի հարստություն ունի Հայաստանը ոչ մետաղական ռեսուրսներ, տուֆ, բազալտ եւ այլն։ Մենք հսկայական ռեսուրսներ ունենք եւ դա ապացուցվում է նրանով, որ հենց այդ տարիներին 88-ից 90 թվականի սովետական միության ստատիկ տվյալներով մենք տարին արտահանում էինք Հայաստանից հումք եւ ռեսուրսներ 12 միլիարդ դոլարի բայց մեր բյուջեն 2.5 միլիարդ էր, այսինքն միակ պետությունն էինք, որը դոնոր էինք Մոսկվայի համար, սովետական միության համար, միակ պետությունների, երևի եւ 15 հանրապետությունների մեջ ամենազարգացած գիտատեխնիկական պոտենցիալ ունեցողը։ Այս 35 տարվա մեջ մենք այդ բոլորը կորցրել ենք, մենք ինքներս, մենք զբաղվել ենք մեր տնտեսության քանդալուծման։ Առաջին նախագահը ամբողջ այդ արդեն ծրագիր կար դրված Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ կառավարության արժեվ 280 խոշոր եւ հզոր կարևոր գիտատեխնիկական կազմակերպությունները պիտի վերացվեցին շատ հաջող։ Երկրորդ նախագահան մնացած եթե չհասրեց վերացնել սեփականաշնորհել տվեց այլ պետության հսկողության տակ, որը գիտենք ոչ մի օգուտ Հայաստանի չի բերում։ Այնպես որ եթե մենք հույսներս դնենք մեր վրա, լինելով տաղանդավոր ժողովուրդ, մեզ աստվածատուր, տաղանդավոր, խելոք ժողովուրդ, այսօրվա մեր երիտասարդությունը լավագույն երիտասարդներից մեկն է, ընդունակությունը չի կորցրել, հայ երիտասարդները գենը չեն կորցրել, մենք որ
եթե մենք տնտեսական պոտենցիալը վերցնենք եւ ունենանք ազգային կառավարություն եւ իշահ մեր պետությանը, մեր ժողովրդին աշխատենք, ես համոզված եմ, որ 1 տարվա ընթացքում մենք կդառնանք այսպես ճանաչված բոլոր երկրների եւ արևմուտքի եւ արևելքի եւ հարևանների կողմից հզոր պետություն։ Այս թեզը մենք բազմից ենք ձեզ հետ հաղորդումներում պնդել, որ Հայաստանը ունի հզոր ռեսուրսներ եւ այդ ռեսուրսները միայն խելացիորեն չտիրապետելն է, որ բերել է նրան, որ Հայաստանը համարվում է աղքատ երկիր եւ այնտեղից օգնություն է խնդրում, որպեսզի ուրեմն կարողանա գոյատևել, որովհետեւ մենք գիտենք, որ մեր առևտրական բալանսը հակառակ է, մինուս է։ Այսինքն մենք ավելի շատ ենք ներկրում, ավելի քիչ ենք արտահանում եւ եթե չլինեն այդ տրանսֆերներ եւ ինչ որ պատահական բաներ, մենք չենք կարող որպես պետություն գոյատևել։ Հիմա ինչու է այդպես ստացվել, ասեցիք թալան, ասեցիք ոչ կոմպետենտություն եւ այլն, դա հասկանալի է։ Ինչն է խանգարում Հայաստանին, որպեսզի ինքը կարողանա իր ձեռքը վերցնել այդ ամբողջը։ Ես չեմ կարծում, օրինակ, որ նույն Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ այդպիսի խնդիր դրած չի եղել։ Եվ հաստատ այն ժամանակ էլ եղել է ինչ որ խանգարող հանգամանք, որ երբ որ քշերքին ես դնում, ասում ես ավելի լավ է զիջեմ, քան թե կորցնեմ պետություն։ Հիմա այստեղ էլ նույն բանն է, չէ, ասենք նույն Փաշինյանը ինչ է այսպես վարվում, որովհետև կա հստակ ճնշում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից եւ նա մտածում է ավելի լավ է զիջեմ, քան թե կորցնեմ։ Արդյոք ես իմ արտահայտությունները ճիշտ են։ Ես երկուսիդ ուզում եմ այս հարցը տալ։ Խնդրեմ, պարոն Ուրեմն դուք վերցրեք մեր ամբողջ կառավարությունը, ոչ մի արեստավարժ մարդ չկա իր պաշտոնում։ Դա հատուկ արված, որովհետև հայտնի փաստ է, որ ասենք ոչ արեստավարժ տգետը շատ ավելի էֆեկտիվ է քանդում երկիրը, որը սատարվում է դրսի կողմից, թե ինչն են իրեն այդ ինչ քաղաքականության համար է այս կառավարությունը սատարում Եվրոպայից, Ամերիկայից, Ռուսաստանից։ Ես վերջի հանդիպումները Ռուսաստանում ցույց տվեց, որ իրականում Պուտինի վարչակարգը սատարում է Փաշինյանին, որպեսզի մնա իշխանության։ Այդ դատարկությունն է, թե ասում են, թե ինքը հակառուսական քաղաքականություն անում։ Ինքը անում է այն ամենը, ինչ թելադրվում է դրսից։ Եվ տեսեք, ասենք, վերցրեք բարձրագույն տեխնոլոգիաների նախարարություն, մի հատ անկապ ինչ-որ անձնավորություն, վերցրեք գիտության, դնում եք անձների վրա, անձերի չէ, պաշտոնը զբաղացնող մարդը ոչ մի չափանիշի չի համապատասխանում, եւ արտաքին գործերի նախարարը դա դիպլոմատիկ կրթություն չունի, չեմ ասում, որ իրան մեղադրում են գործակալ լինելու մեջ, եւ ինքը չի հերքում դա։ Եվ մնացած պաշտոնները, էկոնոմիկայի նախարար, չգիտեմ, գիտության կրթության նախարար, որը բացատ կանգնում է, ասում է, ենթադրենք Գարեգին Նժդեհը ֆաշիստ է, գիտության կրթության նախարարը, որը դաստիարակում է, կոպիտ ասած, այդ սերունդներին կանգնում է, ասում է, որ այն մարդը, որին մենք պարտական ենք այսօրվա Հայաստանի գոյությամբ, դա ֆաշիստ է, առանց եւ դա նենգափոխելով։ Շատ լավ, պարոն Զախարյան։ Իմ պատասխանը հետևյալն է։ Պետք է մեր պատմությունից, ասում են, պատմությունից դասեր չվերցնող, սեփական պատմությունից դասեր չվերցնող ժողովուրդը դատապարտված է դաժան պատասխանի իրեն սերունդների միջոցով։ Այսինքն, եթե այսօր մենք հարցերը ճիշտ չենք լուծում, մենք վտանգում ենք մեր հաջորդ սերունդների կյանքը։ Ելնելով դրանից հիշենք, տեղին է հիշել առաջին պրեզիդենտ Իսրայելի Բեն-Գուրիոնի խոսքերը։ Պետությունը վերացնելու համար պատերազմել պետք չէ, պետք է նշանակել ղեկավար աշխատանքի նշանակել այդ երկրում կամ ոչ կոմպետենտ
ղեկավարների կամ դավաճան ղեկավարների, երկուսից մեկը, եւ սпасել որոշ ժամանակ հետո այդ երկիրը կքանդվի։ Դա ճիշտ է։ Այդպես անում են եւ այսօր այսպիսի հեղափոխությունները, առանջվի հեղափոխությունները, այդ բոլորի նպատակը դա է։ Դնում են կառավարվող իշխանություններ եւ իրենք այդ իշխանությունը այդ երկիրը կազմակերպում են ամեն ինչով։ Հա։ Եվ մի քանի անգամ մենք արդեն զրույցի ժամանակ ասել ենք։ Ինչն է պատճառը, որ Հայաստանը չի կարողանում ունենալով այդքան մեծ զոր, շատ մեծ ռեսուրսներ, այսօր շատ աղքատ վիճակում է եւ միշտ խնդրողի դերում է, չի կարողանում օգտվել իրեն այդ տնտեսական պոտենցիալից եւ հավասարի հետ խոսի, որովհետեւ եկեք հիշենք մեր սահմանադրության պատմությունը։ Սահմանադրությունը, մեր առաջին սահմանադրությունը, որը հաստատվել է 1995 թվականին, կազմել են եվրոպական երկու պետություններ, Ֆրանսիան եւ Գերմանիան միասին, բայց Գերմանիան է, պատվերը եղել է Գերմանիայինը եւ իհարկե Գերմանիայի սահմանադրության հիմքում ընկած է մեր մխիթար գոշի դատաստանագիրքը, էությունը էլի մերն է։ Հա, այնտեղ այդ սահմանադրությունը շատ արդար սահմանադրություն է եւ գերմանացիք էլ շատ ճիշտ ձևով արել են։ Այդ սահմանադրությունը տնտեսության զարգացման մասին գրում է հանքերի ռեսուրսների տիրոջ եւ հանքարդյունաբերության օգտագործման կետը ձևակերպում է հետեւյալ ձև։ Բնական սահմանադրության 95 թվականի կետը բնական ռեսուրսների տերը Հայաստանի ժողովուրդն է։ Եվ ուղիղ 10 տարի հետո 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը փոխեց սահմանադրությունը հիմնականում առաջերտին այս կետը եւ դարավ հանքերի բնական ռեսուրսների տերը ժողովուրդը չէ արդեն, պետությունն է, պետությունն է։ Տերը ժողովուրդն է, բայց կառավարումը հանձնում են պետությանը։ Օրենքները հասկանում են այնպես, ինչպես գրված է։ Տերը ժողովուրդը չի։ Իրականում չէ, այո, իրականում ժողովուրդը թույլ տվեք ասել։ Ինչպես է գրված։ Սահմանադրությունում գրված է բնական ռեսուրսների տերը պետությունն է։ Առաջինում ժողովուրդն է, ինչներ խանգարում երկրորդ պրեզիդենտին, ժողովրդի փոխարեն գրի պետությունը։ Երրորդ սահմանադրությունը, երրորդ պրեզիդենտը Սերժ Սարգսյանը, ուղիղ 10 տարի հետո 3 անգամ փոխում ենք։ Նման նոնսենս է, նման հիմար վիճակ աշխարհի ոչ մի պետության սահմանադրության հետ գոյություն չունի։ Էլի նույն կետը փոխվում է։ Նույն կետը փոխվում է, ավելացնելով բնական ռեսուրսների, Հայաստանի բնական ռեսուրսների տերը պետությունն է, բայց տրվում է կառավարության հսկողության։ Բացառիկ հսկողությանը։ Միաժամանակ փոխվում է հանքերի մասին օրենքը, որտեղ գրվում է նախկինում առաջինում հանքերի մասին օրենքում գրված էր, որ պատասխանատուն կառավարությունն է, իսկ երկրորդ օրենքում վերջին Սերժ Սարգսյանի օրենքում գրվում է, որ կառավարումը կազմակերպում են ստրուկտուրաները, կառավարության ստրուկտուրաները, այսինքն բաժիններ, սեկտորներ, չինովնիկ, անհատը, դա բերեց ինչին, կամայականություններին, թալանին, կոռուպցիային, որ ոչ ժողովրդի, երկրորդ սահմանադրությունով արդեն ժողովրդի հսկողությունը վերացավ, եթե ժողովրդի իրենն էր ժողովրդի իրավունք ուներ հսկելու, հիմա շատ ասում են, այսպիսի նախադասություն մենք լսեցինք, երբ որ վերջերս բարձր ղեկավարներից մեկը ասեց, ժողովուրդն է իմ ղեկավարը, բայց մենք գիտենք պատերազմի ժամանակ ասեց, երբ որ հարց էին տալի, ես ինչ եք անում, ամբիոնից ասում են, ինչ ուզում են էլ անում ենք։ Տեսեք, ես այն տրամաբանության հետ, որ դուք ասեցիք համաձայն եմ, բայց անգամ այն ժամանակ, երբ որ գրված էր համարության մեջ, որ տերը ժողովուրդն է,
Միևնույն է ժողովուրդը ոչ մի մեխանիզմ չուներ դա ստուգելու։ Եվ հենց այդ ժամանակ է, որ հանքերը այսպես առանց որևէ վերահսկողության տրվեցին իրանց մտերիմներին, իրանց մոտիկներին եւ ընդհանրապես այդ տնտեսության փոշիացումը, որ դուք նշեցիք, դա ծրագրային բնույթ ուներ։ Այո, թելադրված էր դրսից։ Եվ թելադրված էր դրսից։ Հիմա մենք պիտի գանք են հասկացողությանը, որ եթե մենք այս տարածքը, որը մնացել է մեր հայրենիքից, մենք փորձում ենք կառավարել, եւ եթե աշխարհում կա, ասենք, մեր պետությունից բացի եւս 200 քանի պետություն, ապա այդ 200 քանի պետությունը բոլորը միասին շահագրգռված են, որպեսզի այս տարածքը պետություն չունենա, այլ մտնի որևէ այլ պետության տարածքի մեջ։ Ես ճիշտ եմ, գուցե պարզունակ եմ թելադրում, բայց ճիշտ եմ ասում, համաձայն եք։ Համաձայն եմ, թույլ տվեք ես շարունակեմ, ասած ամբողջովին ճիշտ է, բայց ինչ եմ ես առաջարկում, վերադառնալ առաջի սահմանադրությանը, անպարտադիր սահմանադրության մեջ միակ կետը, որ պետք է փոխվի, այդ կետը պիտի լինի միայն բնական ռեսուրսների հարստության տերը Հայաստանի ժողովուրդն է։ Եվ ինքը իր տեր լինելը կարողանա վերահսկել կառավարությունից դուրս ինչ որ մի սիստեմով։ Այդպես դեպքեր կան, դա օրինակ ասենք նույն Ալյասկայի ժողովուրդն է, որ ռեսուրսների տեղն է եւ ստանում է այդ շահույթը հենց ամեն անհատ, որ ծնվում է, ունի այդ ռեսուրսներից եւ մանալից։ Այո, այդպիսի դեպքեր կան եւ Ալյասկան եւ Նորվեգիան։ Այո, Իսլանդիան եւ այլ այդ տիպի երկրներ կան։ Այսինքն սահմանադրորեն ես լրացում եմ անում, ես չգիտեմ որքան եք համաձայն դրան, պիտի ֆիքսվի, որ իր տեր լինելը ինքը կարողանում է իրականացնել։ Այդ դեպքում ոչ դուրս պարտքերի խնդիր չի բացվի, որտեղ են գումարները, որ անհրաժեշտ է կոնկրետ գործարաններ, տեխնոլոգիաներ բերել հայկական իրականության մեջ լիուլի կա եւ ոչ մի մաս չկա պարտք վերցնել 8 միլիարդ պարտք ավելացնել եւ ոչ մի ինֆրաստրուկտուրա, ոչ մի գործարան, ոչ մի արտադրական միջոց չկառուցել։ Դա ով է տեսել պես բան։ Եկեք փորձենք ամփոփել։ Թույլ տվեք թվերի լեզվով էս ինչ որ ասենք, թվերի լեզվով ասենք։ Արաբական պետությունները, որոնք նավթի մեծ հարստություն ունեն, ստեղծվել են ազգերի լիգայի նույն որոշման ժամանակ։ Դեռ 23 թվականին միասին են ստեղծվել։ Ուղղակի Հայաստանի մանդատը տվեցին Ամերիկային, գիտեք ինչ պատմություն եղավ չվերցվեց, իսկ արաբական պետությունների մանդատը վերցրեցին Անգլիան եւ Ֆրանսիան։ Այսինքն այսօր կարելի ասել արաբական երկրները միջին արևելքի էլի պրոտեկտորատ են, բայց իրենց սահմանադրության մեջ, բայց պետությունն է, սահմանադրության գրված է, որ ընդերքի տերը ժողովուրդն է, եւ ինչ է կատարվում, չծնված երեխան ծնվում է 1 միլիոնի չափ, համարյա մի քիչ ավել, մի քիչ պակաս բոլոր երկրներում երեխան արդեն հաշիվ ունի, որ այդ իրեն բաժինն է հանքերի ընդերքի հարստության պատճառով։ Իսկ հայ երեխան այսօր հենց որ ծնվեց ինչ է ունի, հայ երեխան անմիջապես որևէ բանկում հաշիվ է բացվում, որ ունի $5,000 պարտք։ Այդ $5,000 ինչպես է ձևավորվում։ Այսօր մենք արտաքին միջազգային բանկերին մոտավորապես 15 միլիարդի պարտք ունենք։ Այդ ով է մուծելու։ Այսօրվա իշխանությունը չի մուծելու։ Դա մուծելու են ապակա սերունդը քավության նոխած է։ Բաժանենք 15 միլիարդը 3 միլիոնի վրա, ամեն մի հայ այսօր $5,000 պարտք ունի միջազգային բանկերին։ Ինչ է արել խեղճ դեռ նոր ծնված, չծնված երեխան, որ նա արդեն իրեն ուսերին պարտք ունի, որպեսզի այդ պարտքը չլինի, մենք պիտի վերադառնանք սրան եւ ստեղծենք ճիշտ ասեցիք վերահսկող օրգաններ, որոնք ենթարկում են ժողովրդի վերահսկողությունը։ Գիտեք, սովետական միության ժամանակ կար народный контроль, հա, ժողովրդական կոնտրոլ։
եւ աշխատում էր, Աստված չներ այն ժամանակ, որ ժողովրդական հսկողության որևէ օրգան մի բան գտներ որևէ կազմակերպությունում ու որևէ կուսակցական սովետական օրգան փորձեր ծածկել, չէր կարող ծածկել։ Այդպիսի ժողովրդական խիստ հսկողություն պիտի անենք։ Ես գտնում եմ, որ միայն եւ այդ ճանապարհով եւ վերջինը կարելի ասել բոլոր հանքարդյունաբերությունով զբաղվող պետությունները ենթարկվում են միջազգային ապրանքի բաժանման օրենքին, միջազգային օրենքին։ Միայն Հայաստանում արդեն 2 տարի է այդ մասին խոսում ենք, այդ օրենքը Հայաստանը պրինցիպիալ չի ընդունում։ Ինչի համար, որպեսզի թալանը շարունակվի, կոռուպցիան շարունակվի, առանց հսկողության ժողովրդի հսկողության էկոնոմիկան չզարգանա։ Դուք էլ ձեր ամբողջ խոսքը ասեք մեր ժամանակը։ Մենք պետք է ստեղծենք այս փոքր տարածք, որ մնացել է մեր հայրենիքից, մրցունակ պետություն եւ ռացիոնալ օգտագործենք այդ հանքավայրերը, ջրերի պաշարը, այդ բոլոր ծրագրերը կան, ինտելեկտուալ ռեսուրսը կա, դրսում ներսում եւ մենք ասենք պատկերացնում ենք այդ դրամական միջոցները կան, պետք է այս օլիգարխիկ, քրեա օլիգարխիկ այդ պետության կարգավիճակից դուրս գան, որտեղ քրեա օլիգարխան դա առաջի այսպես ասած թիրախն է դրսի ուժերի, որոնց միջոցով կարողանում են բերել ասենք իշխանություններ ձևավորել։ Օրինակ ասենք մենք ունենք առլիթով հասարակական մարդիկ, որոնք ասենք ոչ մի դրամական միջոցներ, բաներ չեն ստանում դրսից եւ չեն կարող ազդել այդ կառավարության ձևավորման, որտեղ մեզ պարտադրում են, որ կուսակցություններ, որոշ դրամային հատուցումներ եւ այլ, իսկ դրամային հատուցումներ եւ այդ ընտրապայքարին մենակ կարա այսօր մասնակցի հիմնականում քրեա օլիգարխիան։ Դրա համար այս հարցերը պետք է լուծել, իսկ ասենք ես որ նայում եմ այսօրվա ովքեր են ընտրապայքարին, գուցե բացառությամբ մի ուժի օբյեկտիվորեն մնացած բոլորը դա հին ու նոր այդ նույն այդ տրամաբանության մեջ է, իսկ այդ ուժն էլ որ ասենք եկել է լրիվ օտար տեղ ձևավորված մարդ, բայց հայ մարդ, եսի նկատնում բանը Քոչարի կուսակցությունը եւ Արտակ Սարգսյանը փորձում անեն, բայց խեղդել են, որ չեն թույլ տալիս କି դրամական միջոցներ բերի իրեն ունեցած, ոչ թե այդ թալանած ինչպես մնացածները։ Այս խնդիրները պետք է լուծել եւ մենք շատ արդեն այլ ուրեմն հաղորդման թեմա է, մեր ժամանակը սպառվեց, շնորհակալություն եմ ուզում ձեզ հայտնել, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Աշոտ Գևորգյանի հետ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր եւ Հայք նախաձեռնության անդամ եւ պարոն Գեորգի Միրզախանյան, Վիլսոնյան Հայաստան հասարակական կազմակերպության հիմնադիր եւ ղեկավար, ինչպես նաեւ հանքարդյունաբերող։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։